Օրեր առաջին զանգարեցին եւ հասցին, որ գողացել են Ռոնալդոյի մեքենան եւ որ ամենայն հավանականությամբ գողը այս տղան է։ Սակայն այս տղան իր երթին պնդում է, որ ինքը մեղավոր չէ եւ այս ամենը իր գլխին սարքել է։ Ես դիտեցի Ռոնալդոյի տնտեսացիքների ձայնագրությունները եւ պարզեցի որոշ մանրամասներ։ Այդ թվում նաեւ իմացա, որ գողը մեքենան գողանալուց առաջ իր քրտնած հագուստը նետել է տանիքին, որը պարունակում է իր ԴՆԹ-ից։ Այնուհետև ես հանձնարարեցի այս տղային, որպեսզի նա հավաքի մեր 3 գլխավոր կասկածյալներին եւ նրանց ԴՆԹ-ները համեմատի գողի ԴՆԹ-ի հետ։ Դե ինչ, այսօր մենք կպարզենք, թե ով է գողացել մեր ամենասիրած ֆուտբոլիստի մեքենան։ Դե ինչ, գնացինք։ Ուրեմն ինչպես հիշում ենք անցած մասից, գողը իր քրտնած մայկան շպրտեց եւ այն ընկավ տանիքին, իսկ այս տղային ես ասացի, որ գնա վերցնի այդ մայկան, քանի որ ինչպես գիտենք, մարդու քրտինքը պարունակում է ԴՆԹ։ Այնուհետև ես նրան ասացի, որ նա տանի եւ այդ ԴՆԹ-ն համեմատի մեր 3 գլխավոր կասկածյալների ԴՆԹ-ների հետ։ Ու ոնց տեսնում ենք, այս տղեն բռնել բերել է մեր 3 գլխավոր կասկածյալներին, ու հիմա մենք իրենց ԴՆԹ-ները կհամեմատենք գողի ԴՆԹ-ի հետ ու կիմանանք, թե ով է գողը։ Ու այս ոստիկանը ասում է, որ եթե 3-ի ԴՆԹ-ներն էլ չհամապատասխանեց գողի ԴՆԹ-ին, ուրեմն կձերբակալեն հենց այս տղային։ Դե, առաջինը հենց ոստիկանի ԴՆԹ-ն ենք համեմատում, շատ հետաքրքիր է։ Так, ուրեմն ոստիկանի ԴՆԹ-ն վերցրել են ու մտցնում են այս փորձագլանի մեջ։ Ու եթե այդ միջի հեղուկը գույնը փոխեց, ուրեմն իր ԴՆԹ-ն համապատասխանում է գողի ԴՆԹ-ի հետ։ Так, մտցնում է։ Օ, գույնը չփոխեց, մնաց թափանցիկ, այսինքն ոստիկանը հաստատ գողը չի։ Так, հիմա Ռոնալդոյի մարզիչի հերթն է։ Так, այս ինչ լորվոտալ է աչքերը։ Վերցրեց, մտցնում է։ Կարող է ինքն է որ սենց լարվել անե։ Ու ինքն էլ մեղավոր չի, բայց ինչ էր տենց լարվել։ Մնաց ես էլ կլարվեի իրենց տեղը լինեի։ Մնաց վերջինը, հուսով եմ, որ մեղավորը այս 3-րդ կասկածյալն է, որովհետև եթե պարզվի, որ ինքն էլ մեղավոր չի, ուրեմն դուրս կգա, ես այսքան ժամանակ խաբված եմ եղել ու այս տղային իզուր եմ վստահել։ Так, այս տղային անկեղծ ասած ես ամենաշատն եմ կասկածում։ Ու մտցնում է։ Դե, ոնց թե։ Ինքն էլ մեղավոր չի։ Ստացվում է գողը այս տղեն, հա։ Հələ մի րոպե։ Ալո։ Արա հələ հենց հիմա դու էլ քո ԴՆԹ-ն մտցրու եք փորձանոթի մեջ։ Լավ, ոնց է դու այսքան ժամանակ ինձ խաբել ես, հա։ Լավ, սա կպարզենք։ Так, շատ հուսով եմ, որ իրանն էլ չի համապատասխանի։ Ճիշտ է, այդ մեր գործը կբարդացնի, բայց գոնե ես վստահ կլինեմ, որ այսքան ժամանակ խաբված չեմ եղել։ Так, եւ կարմրեց։ Փաստորեն այսքան ժամանակ նա ինձ խաբում էր։ Ալո, ձերբակալեք դրան։ Լավ։ Ժողովուրդ, բայց իմ ներքին ձայնը հուշում է, որ այս տղեն չի մեղավորը։ Գիտեմ, ամեն դեպքում ես ուզում եմ շարունակեմ նայել այս աղջիկների ձայնագրությունները, կարող է ինչ-որ բան բաց եմ թողել։ Так, ես ես նայել էի, ես էլ էի նայել։ Մի րոպե, այս պահի ես չէի նայել, տեսիք հələ։ Գողը ավտոտնակ մտնելուց ոտքի խփում է դռանը ու վնասում է։ Այն տղայի ոտքն էլ էր վնասված ու գիպսի մեջ էր։ Ալո, չաղ, լսի, հագնում ես աղջկա շորեր ու գնում ես բանդ։ Հետո ոստիկանի մոտից գողացի բանալին ու այդ տղային հան բանդից։ Հա, փախցրու էլի։ Հետո կհասկանանք ինչ ենք անում։ Լավ։ Գնաց, ես ինչ էլ սիրուն եմ ասկերով եղել։ Так, ոստիկանին խնդրեց, որ նստի։ Կապում է աթոռից։ Ինչ բանալի է, վերցրեց։ Բացեց։ Դե, փախան։
Հիմա ինչ անեն։ Так։ Ալո, գնացեք ֆուտբոլիստ տղայի տուն ու ստուգեք։ Լավ։ Ահա գնացին այդ տղայի տուն։ Օ, ոստիկանը եկավ բռնեց նրանց։ Ոչինչ, վստահ եմ թույլ կտա, որ ստուգեն։ Так, այս տղայի հետ գնում են ավտոտնակ։ Եթե մեքենան ստեղ չեղավ, ուրեմն ձերբակալում են այս երկուսին ու ոստիկանը ասում է, որ ցմահ են ձերբակալելու։ Իսկ եթե մեքենան ստեղ եղավ, ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Ասա որ ստեղ է։ Ժողովուրդ, ցանկանում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել ինձ ծննդյան առթիվ այդքան բարեմաղթանքներ գրելու ու այդքան բաժանորդագրությունների համար։ Պատկերացնում եք 12 ժամում ալիքին միացել է ավելի քան 5000 նոր բաժանորդ եւ այդ ամենը միմիայն շնորհիվ ձեզ։ Հուսով եմ այս տեմպերով շատ շուտ մենք կհասնենք 30000 բաժանորդ, եթե իհարկե արդեն չենք հասել, քանի որ այս տեսանյութը նկարահանվում է շատ շուտ։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ ձեզ, շարունակեք դիտել վիդեոն։ Այո, հեսա մեքենա ժողովուրդ գտանք։ Փաստորեն այս տղան է։ Բայց մի բան չեմ հասկանում, բա ո՞նց էր այս տղու դնեթեն համապատասխանում, եթե ինքը չէր։ Հələ։ Դե ինչ, Ռոնալդոյի մեքենան գտնված է։